Իսկ շարժվելով առաջ պետք է ասենք, որ եկավ խոհանոցային այդ համեղ րոպեները եւ արդեն խոհանոցում մեր հյուրն է, սպասում է, որպեսզի խոսքը փոխանցենք նրան, Մարիաննա, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ, երբ քեզ տեսնում եմ այստեղ մեր տաղավարում եւ ամեն անգամ գրի եմ առնում քո բոլոր բաղադրատոմսերը, որովհետեւ դրանք իսկապես շատ համեղ են, արագ են եւ օգտակար։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այստեղից այո, տեսնում արդեն ինչ շատ հետաքրքիր բաղադրիչներ կան սեղանին դրված, հիմա մեզ պատմիր ինչ ես պատրաստելու եւ ինչ է անհրաժեշտ։ Այսօր պատրաստում ենք բանանա smoothie bowl, այդպես է կոչվում, այսինքն smoothie, որը ապահովելու է մեր օրական օգտակար այսպես սնունդի հիմնական տոկոսը, այսինքն մոտավորապես մի 40%-ով օգտակարությունը ասենց ապահոված է այս bowl-ով, որի գլխավոր բաղադրիչները սերմերն են։ Այսօր անպայման ուզում եմ շեշտադրել սերմերի օգտակարությունը եւ ինչքան կարևոր է ինտեգրել մեր սննդակարգում սերմերը, որովհետև իրենց սննդարարության եւ օգտակարության տեսանկյունից բացառիկ արժեք են իրենցից ներկայացնում։ Հայերը շատ թերագնահատում են սերմերը, իրականում մենք սովոր չենք, այո, խոհանոցում օգտագործել նույնիսկ աղցաններում ավելացնել որևիցե սերմեր։ Նկատում շատ հեշտ է ինտեգրել։ Պարզապես երբ որ ասում ես օրինակ օգտակար են, մարդիկ ասում են ինչպես օգտագործենք, հա, չեն հասկանում ինչերի մեջ է կարելի, քանի որ իրենք սպეციფიկ համ կամ ինչ որ պարտադրող բույր չունեն, այսինքն ոչ մի համային փոփոխություն չի լինում, կարելի է եւ աղցանների մեջ օգտագործել, եւ շիլաների, եւ յոգուրտների, նրանք ովքեր օգտագործում են։ Հիմա այսօր ես փորձելու եմ այսպես smoothie սարքել, որը առավոտյան եւ շատ համեղ է եւ կարող է սառը տարբերակով լինել, որ այսպես զովացնի եւ օգտակար է, այսինքն այդ օգտակարությունը երբ որ շեշտում ենք, համը չի տուժում դրանից։ Հիմա փորձենք շատ արագ պատրաստել, ուրեմն նաև մարդիկ կան, ովքեր առավոտյան շատ արագ են ուզում սնվել, չէ, օրինակ աշխատանքի են գնում կամ այլ գործեր ունեն, կարող են այսպես բաժակով իրենց հետ վերցնել եւ մեքենայի մեջ կամ չգիտեմ, շատ արագ ըմպել։ Ճանապարհին, այո, կարող են ըմպել եւ արդեն իսկ այդ օգտակար վիտամինները օրվա ընթացքում հենց օրվա սկզբին ստանան։ Իսկ այս դեպքում դու ինչ սերմեր ես ընտրել, ինչ ես օգտագործելու։ Ես այսօր ընտրել եմ կտավատի սերմ, կունջուտ եւ չիայի սերմեր, նաեւ կարելի է դդմի սերմեր օգտագործել, որը եւս շատ օգտակար է։ Սրանք բուսական ճարպերով են շատ հարուստ վիտամիններով, օմեգա 3, կալցիում, ինչպես գիտենք, կունջուտը իր մեջ պարունակում է եւ երբ որ մարդիկ ունեն մեն ինչ-որ դեֆիցիտ, ինչ-որ վիտամինի կամ ինչ-որ հանքանյութերի եւ այլն, բժիշկները նշանակում են պրեպարատներ, չէ, որոնք ավելի խտացված են այդ նյութերով հագեցած են, բայց եթե մենք սննդով փորձենք օրինակ օրական 30 գրամի չափով ապահովել մեր ծննդակարգում, ապա դրա անհրաժեշտությունը չի լինի։ Ոչ մի պակաս չի լինի մեր օրգանիզմում։ Դեֆիցիտ չի առաջանա։ Պարզապես երբ որ դրա դեֆիցիտ ունենք, մենք նոր սկսում ենք հասկանալ կարևորությունը, այնպես որ խորհուրդ կտամ բոլորին օգտագործել, իհարկե չափը պահպանելով, որովհետև ամեն ինչի չափն է պետք պահպանել, դա որպես կանոն։ Ես հասկացա, եթե պետք է այն դառնա սովորություն, որպեսզի մենք օգտագործենք նման սերմերը, այն նման տարաներով շատ հարմարավետ, ինչպես դու ես հենց հիմա այդտեղ պատրաստել, պետք է խոհանոցում աչքի առջև լինեն այդ տարաներով սերմերը, որպեսզի ամեն անգամ հիշենք եւ օգտագործենք։ Այո, ես շատ լավ ձև եմ գտել սերմերի օգտագործման, նախ աղացած տարբերակով դրանք ավելի դյուրամարս են եւ մարսողության համար ավելի օգտակար են։ Այդ մոռացա ասեմ, այդ շատ կարեւոր այսպես նյուանս է։ Ես ունեմ ափսե, որը այսպես բաժանարարներով է, աղում եմ եւ փոքր-փոքր լցնում եմ, պետք է չի շատ քանակով աղալ, որովհետև դա թարմ, ինչպես սուրճը, պղպեղը եւ այլն, ավելի թարմ տարբերակով ավելի հարմար է։ Եվ այդ բաժանարարների մեջ այսպես փոքրիկ պորցիաներով լցնում եմ, ամեն առավոտ ամեն մեկից այսպես ավելացնում եմ իմ հրաշալի որոշում։ Այո, հրաշալի որոշում։ Այդպես։ Հիմա սկսենք բանանից։ Մոտավորապես 1.5 բանան, 1 հատ կսարքեմ, բայց
մոտ 2 հոգու համար է հավանաբար էլի, նայած ինչ չափաբաժնով են օգտագործում։ Ինձ ու քեզ Այսպես կհերիքի։ Ինձ ու քեզ կհերիքի, հա, Դավիթ։ Մենք կկիսենք այն։ Այստեղ ունենք բուսական կաթ, ըստ նախընտրության, այստեղ կոկոսի եւ նուշի խառնուրդ է այս կաթը։ Բայց կարելի է սովորական կաթով եւս Յուրաքանչյուր կաթ կարելի է օգտագործել։ Այս դեպքում վստահաբար կոկոսի կաթը ու նաև եթե նուշի հետ է խառնված յուրահատուկ բույր է, չէ՞, ու համահաղորդել։ Ինձ համար ես շատ եմ սիրում կոկոսի եւ նուշի կաթերը հատկապես, բայց գիտեք, որ տարբեր բաների կաթեր կան, բուսական տարբերակներ, սոյայի, ընկույզեղենի, մի խոսքով շատ են տեսակները, նույնիսկ բրնձի կաթ կա, այնպես որ խանութներում էլ արդեն շատ հասանելի է, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Մենք կարող ենք քաղցրացուցիչ շաքարի փոխարինիչ օգտագործել, մի փոքր քաղցրացնելու նպատակով ես շատ քիչ կավելացնեմ, բայց քանի որ բանանը առկա է եւ կաթն էլ այդպես փոքրինչ վանիլային ինչ որ առամատ ունի, կարող ենք նույնիսկ չավելացնել։ Եվ ամեն ինչից, քանի որ բլենդերելու ենք, աղալը այդքան հիմա պարտադիր չի, որովհետև այսպես թե այնպես մանրացվելու է, բայց սրանք կոֆեի աղացներով կարող են մարդիկ աղալ, այսինքն դժվարություն չի ներկայացնում, վայրկյանների աշխատանք է ընդամենը։ Այսպես ամեն մեկից ավելացնում ենք եւ այստեղ ունենք վարսակի փաթիլներ, չրային եւ այսպես խրթխրթան ինչ-որ բաներով, ես էլի նայում եմ բաղադրությանը, որ տարբեր հավելումներ չունենան, ես խորհուրդ եմ տալիս բոլորին նայել խանութում առկա տեսականու բաղադրությունը, որպեսզի մաքսիմում քչացնենք այդ վնասները, որոնք այսպես օգտագործվում են պահպանման համար։ Ամեն անգամ շատ եմ սիրում, երբ Մարիաննան պատմում եմ, որ այ օրինակ պետք է աղալ սերմերը, բոլորը մտածում են, օй դե լավ, այդքան ժամանակ ծախսենք, աղանք, բայց նա ամեն անգամ շատ այսպես հանգիստ պատմում է, որ գիտեք, մի քանի վայրկյանների, րոպեների ընթացքում, այո, հնարավոր է այդ ամենը կազմակերպել։ Ամեն ինչ բարդ թվացող բաների մեջ պետք է խորանալ ու հասկանալ, թե ինչքան պարզ բաներից է դա բաղկացած։ Ես մի փոքր էլ էս ընկուզեղենից ավելացրի, Սա Գարիկի առավոտյան նախաճաշն է, գաղտնիք եմ բացում։ Այո, ինքը քանի որ միշտ շատ շտապում է, ես պատրաստում եմ սա եւ օրական օրինակ սերմերը փոխարինում եմ մեկ դդմի սերմեր եմ օգտագործում, տարբեր բաներ, ինչքան բաներ կա եւ նույնիսկ ծամել հարկավոր չէ, այսինքն եթե սա ամեն ինչը նստես եւ սկսես ուտել, կարող է ժամանակատար լինի կամ մարդիկ կան չեն սիրում, օրինակ սպეციფიկ ընկույզի կամ հնդկական ընկույզի համ, այսպես շատ հեշտ է։ Հիմա հարեմ Ինչպես հասկացաք, կաթը մենք ավելացնելու ենք ըստ մեր ուզած խտության, ես այսպես միջին ինչ-որ տարբերակ եմ ստացել, քանի որ խոսեցի նաև ըմպելու տարբերակի մասին, սա եւ ըմպել կլինի, եւ եթե ուզում ենք մի փոքր ավելի ջրիկ ստանալ, որ օրինակ ձողիկով ըմպենք, կարող ենք կաթը ավելի շատացնել եւ հակառակը, եթե գդալով ենք ուտելու, կարող ենք ավելի խտությունը պահպանել։ Այսպես լցնում ենք, ես միջին խտության այսպիսի բան եմ ստացել, որովհետև այս խտությունը երևի թե ամենակարևոր ինձ համար ամենահարմարն է, որտեղ ես կնախընտրեմ այն գտալով ուտել։ Այո։ Մարիաննա, բայց այս դեպքում այ հետաքրքիր է, սովորաբար չիայի սերմերը թողնում են, չէ՞, գիշերը, որ այդ ամենը մնա սառնարանում, իրենք այդ ամեն ինչը այսպես ներծծեն այդ նյութերը եւ այլն, արդյոք դա այս դեպքում պարտադիր չէ, այսինքն կարելի այսպես տեղում պատրաստել, արագ մատուցել։ Տեսեք, չիայի սերմերը, եթե հիմա աղացինք, մանրացավ, ինքը մեկը ավելի արագ է սկսում աշխատել, քան օրինակ ձեր ասած տարբերակով նախորդ անգամ ես պատրաստել էի սերմերով փուդինգ եւ հենց այդպես էլ արել էի, այսինքն նախորոք թողել էի, որ կաթի մեջ բացվի եւ ստացվի այդ կոնսիստենցիան, բայց այս դեպքում եթե մանրացնում ենք, շատ արագ են յուրացվում։ Եթե օրինակ այսպես օգտագործենք, ես տեսել եմ աղցաններ, որոնց մեջ հենց այսպես ամբողջական տարբերակով է օգտագործվում, կարող է օրգանիզմից հենց այդպես էլ դուրս գալ, այսինքն պետք է մանրացնենք, ես արդեն համոզվել եմ դրանում, այո։ Այսպես մարսողության համար, քաշի պահպանման համար, տարբեր խնդիրների համար շատ հարկավոր է օգտագործել սերմերը, եթե օրինակ բացենք եւ կարդանք ինտերնետում շատ նյութեր կան, ավելի խոր ուսումնասիրենք, կհասկանանք, որ բոլորին է անհրաժեշտ ընդունել սերմերը, երեխաներին էլ շատ հեշտ տարբերակով, աղացած տարբերակով կարելի է հյուրասիրել, որպեսզի իրանք էլ չզգան ինչ են ուտում, բայց առողջ լինեն։ Այսպես մանրացնում եմ բանանը
Եվ այս բաղադրատոմսի ամենահաճելի պահը այն է, որ մեծամասնությունը մարդու երևակայության վրա է։ Այսինքն սեզոնային մրգեր, համը չի հոգնեցնելու, նույնիսկ մենք կարող ենք, օրինակ բանանի հիմքով եմ այս անգամ ստացել, կարող ենք այլ մրգեր եւս օգտագործել։ Հիմքով, այո, տանց կարող ենք ավելացնել հասած, չգիտեմ, խնձոր, ինչն էլ հարենք, մի խոսքով ստացվելու այսպիսի մասսա, եւ ինչով որ ուզենք կարող ենք մրգերի բազմազանությունը շատ է, մենք կարող ենք ընտրել։ Այո, եւ թվում է ինչ որ խոհարարի ձեռք է կպել այս ամենին, որտեղ վերջում երբ որ ձևավորում ենք, ստացվում է շատ ախորժելի եւ էսթետիկ ինչ որ վիճակ սուրճի հետ։ Համոզված եմ, որ մի փոքր էլ եթե սառը վիճակում այն հիմա օրինակ ուտես, շատ ավելի այո ամռան ամիսներին սառն ես, չէ՞, փորձում միշտ ավելի։ Բայց հրաշալի նախաճաշ է իսկապես։ Եվ շատ արագ պատրաստող, որևէ բարդ բան իսկապես չկա։ Այո։ Հապալասնել է շատ օգտակար, ուղղակի հապալասի գները ինչ որ չեն մոտիվացնում մարդկանց, որ ավելի հաճախ օգտագործեն։ Այսպես։ Եվ կարող ենք նուշ մի փոքր էլ ավելացնել։ Այսպես։ Դե վերջում զարդարելը ճիշտ է, էլի։ Պարտադիր է իմ կարծիքով։ Այո, ես համաձայն եմ, ես համաձայն եմ։ Ճիշտ ներկայացնել։ Առասարակ ամեն ինչի մատուցման ձևից ամեն ինչ կախված է, չէ՞։ Իհարկե։ Բայց անգամ պատրաստելու ընթացքում դες Մարիան շատ ճիշտ մատուցեց ամեն ինչ, ասաց ինչքան པարզ է, պետք չէ վախենալ, որովհետեւ բարդ բան չկա, շատ արագ եւ կարեւոր օգտակար նախաճաշ րոպեների ընթացքում, որը վստահ եմ դուք պատրաստես։ Պես եմ ուզում փորձել։ Անհամբեր է, չէ՞։ Անհամբեր է։ Pinterest-յան ինչ որ բան ստացվեց, այստեղ գեղեցկություն, մի փոքր էլ կունջուտ էսպես անենք, այս բաց հատվածում, այն աղի պահն է։ Շատ սիրուն եղավ։ Իսկապես շատ գեղեցիկ ստացվեց, վստահաբար նաև շատ համեղ։ Այո, եւ առհասարակ կարող ենք շատ քաղցր չավելացնել, մրգերը ինքն իրենով այսպես կքաղցրացնեն եւ կապահովեն համը։ Մարիաննա, մեզ մնում է եւս մեկ անգամ քեզ ասել շնորհակալություն, արագ, համեղ եւ օգտակար նախաճաշ պատրաստելու եւ պատմելու, թե ինչքան արագ կարող ես։ Ձեզ էլ եմ շնորհակալ սնվել։ Ամեն անգամ սենց շատ հաճելի անցկացնում ենք առավոտյան այս պահերը։ Այո։ Այնպես որ շատ շնորհակալություն։ Հաճախ կսպասենք քեզ այստեղ։ Սիրով։ Շնորհակալություն։ Ավելի հուսով ենք ավելի հաճախ կտեսնենք քեզ տաղավարում այն օրերին, մասնավորապես երբ ես եւ Լուսինեն ենք աշխատում եթերում, որ մենք միշտ Մարիաննայի հետ եմ լինում, այդպես է ստացվում։ Այո։ Դե մենք ուրեմն շտապ ենք փոխել։ Մեզ հետ պետք է համաձայնեցնել։ Այսօր արդեն ձեզ հետ կհամաձայնեցնեմ։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք եթերը ու շարժվում ենք առաջ։